Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, միասին ամփոփենք անցնող շաբաթը եւ այսպես։ Երևի սկսենք հենց այս հարցից։ Խաղաղության, կեղծ խաղաղությունով, որ այս իշխանությունը կերակրում է այդ Թրամփի թղթով, մենք տեսանք, որ Նետանյահուն նույն այդ Թրամփի թուղթը դարձրել է ներողություն հանրային, այսպես ասենք, օգտագործված զուգարանի թուղթ, եւ տեսանք ինչ գործող նորից ինքը սկսեց պատերազմը։ Հիմա ինչ է անելու Ալիևը Թրամփի թղթի հետ, խնդրեմ այս մասով ձեր գնահատականը, այսինքն այն կեղծ խաղաղությունը, որով փորձում են կերակրել հանրությանը, ինչ է իրականում իրենից ներկայացնում, համեցեք։ Ես առաջի օրվանից էլ ասել եմ, որ ամեն դեպքում Ալիևը այս Թրամփի խաղաղության այդ նախագծով աշան առաջորդվելու, որտեղ իրենց ուզածը հիմնականում Միացյալ Նահանգների ներկայությունը չի եղել այն ինչ որ Ադրբեջանը ուզում, ինքը լիարժեք միջանցք է ցանկացել միշտ եւ բնականաբար չի համաձայնելու տարբերակի հետ, որտեղ ուրիշ մի երրորդ երկիր վերահսկողություն է իրականացնում։ Ամեն դեպքում իրենք փորձելու են ձերբազատվել, բայց անելու են այնպես, որ դրա պատասխանատվությունը իրենց վրա չբարձվի եւ մի տեսակ դա գցեն հիմա ուրիշի գրպանն է։ Հիմա տեսնում եք հայտարարում են, որ ճանապարհները արդեն պատրաստ են իրենք բացել, ոչ մի խնդիր չունեն, խոչընդոտ չկա։ Մի տեսակ այդպես են ձևացնում, որ իրենք ամեն տեսակետից օքեյ են, ամեն ինչի հետ եւ հաշտ ու համերաշխ են, բայց դե գործնականում ես կարծում եմ կանեն ամեն ինչ, որպեսզի հնարավորինս այդ տարբերակով որ առանջկա գոյություն չունենա, բայց հիմա գործնական քայլի չեն ասի, ձայն չեն անում, որտեվ ամեն դեպքում իրանք էլ հասկանում են, որ այդ Թրամփի ուղին կամ այդ թրիփը, որ հիմա կյանքի կոչվել ձևականորեն, դա Նիկոլին անհրաժեշտ է առաջիկա ընտրություններում որպես քարոզչական մատերիալ, ուրեմն ամեն ոչ մի բան չեն անելու դրան վնասելու համար, փորձելու են ամեն ինչ ընդհակառակ այնպես ձևացնել, որ այո, դա խաղաղության հույս է բացում, բայց երբ որ այսպես ասած ամեն ինչը ավարտվեց, իրանք կարողացան ես նպատակին հասնել, Նիկոլը դա օգտագործեց որպես քարոզչական մատերիալ, նոր հետո ես կարծում եմ իրականությունը Երևան կգա եւ մեն ժամանակ մենք կտեսնենք արդյոք իրական խաղաղություն լինելու է, թե Ադրբեջանը սկսելու արդեն նոր կապրիզներ, որպեսզի կարողանա մի կերպ Միացյալ Նահանգներից ձերբազատվի եւ արդեն միջազգային տրամաբանությունը կա հիմա առանց Միացյալ Նահանգների դերակատարության ինքը կարողանա լիարժեքորեն այդտեղ իր իշխանությունը հաստատել եւ ստանալ այն միջանցքը, որ ասենք տասնյակ տարիներ դրա մասին երազել են։ Տեսեք, Հայաստանում այս օրերին ընթանում է Եվրանեստի հերթական նստաշրջանը եւ ինչ է անում Եվրախորհրդարանի падգամավորներից մեկը։ Ըստ էության Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից կոչ է անում որպեսզի հրաժարվեն ռուսական գազից եւ սա ինչ է եւ գնել Ուկրաինային եւ օգնել Ուկրաինային այս պարագայում Այսինքն ըստ էության սա այն թեզ դա հիշում եք, որ ժամանակին օրինակ մի քպական կար Մելքոնյան Գագիկ անունով, որը ասում են ներքնաշորեր է գողացել մի շարք քպականների ծառայության ժամանակ, ինքն էլ էր ասում, որ պետք է հրաժարվել ռուսական գազից, մինչդեռ սրա մասին նաև քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն է նաև գրել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Միայն տգետը կարող է իր էներգետիկ անվտանգությունը կապել թշնամի եւ հակառակորդ երկրի հետ, որտեղ ընդհանրապես երկրները, ովքեր նման իրավիճակներում են գտնվում, մենք ենք գտնվում, փորձում են ունենալ էներգետիկ անկախություն, քանի որ դա ամենաանհրաժեշտն է ցանկացած պահի դու կարողանաս քո ինքնիշխանությունը պահպանես եւ այսպես ասած պաշտպանունակ լինես։ Բայց եթե դու գալիս ես քո անվտանգության, էներգետիկ անվտանգությունը, որը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, բերում ես փոխկապակցվածության մեջ ես դնում քո հակառակորդի հետ, իրականության մեջ քո ինքնիշխանությունն է զիջում եւ միայն ասում եմ ուղեղից պակաս տգետը կարող է նման բան պատկերացնել։ Սա ընդհանրապես խաղաղության հետ առնչություն չունի, նույնիսկ խաղաղության պայմաններում, եթե մենք խաղաղության պայմաններում լինենք, նույնիսկ որից մեկի մտքով չպետք է անցնի հրաժարվել ուրիշ տարբերակներից եւ մեր ամբողջ ասենք էներգետիկ անվտանգությունը կապել ասենք մեր հակառակորդ կամ թշնամի երկրների հետ, որը կործանիչ վտանգ կարող է ստանալ։ Հիմա պատկերացրեք մենք մեզ ինքներս մեզ ձեռքով զրկենք ասենք ռուսական գազից կամ իրանական գազից, միայն կապվենք, ես ինչ գիտեմ, Ադրբեջանի գազի հետ, հաստատ Ադրբեջանը սկզբնական շրջանում մեզ այդպես ասած անկուցը շատ ավելի լավ պայմաններով գներով գազ տրամադրի, բայց դե մենք կախված ենք լինելու ցանկացած բանի կարող է դա որպես լծակ օգտագործել ու հետո գիտենք թե ինչպեսի սարսափելի եւ ահռելի իրավիճակ կարող է մեզ համար իրականացվել։ Հիմա այն որ եվրոպացի падգամավորին գայս ազգային ժողովի ամբիոնից խոսում է, հիմա խոսքի ազատությունը ինչ արած, ով իր ցանկանում է կարող է գալ խոսել եւ Հայաստանի ինքնիշխանությունը տանել հայցականի տակ, բայց հետաքրքիր է որ նմանատիպ, այսպես ասած, շատ ավելի թեթև հայտարարության համար, օրինակ Վարդան Ղուկասյանի դեմ Գյումրի քաղաքապետի գործ են հարուցում, որ ինքը իբր թե ինչ-որ հայտարարություն արել, որ հիմա տարբերակներից մեկը եթե Թուրքիայի եւ պիտի Ռուսաստանի միջև ընտրություն կատարենք, բնական է որ
խելոք մարդը կգնա Ռուսաստանի կտրի, հայտարարությունը սա է, հիմա դա այդպես ասած մեկնաբանել են որպես Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվել ու ասենք մարդու վրա նոր քրական փորձում են մեղադրանք առաջադրել, նոր քրական գործ հարուցել, բայց դե տեսնենք եվրոպացի պատգամավորը մոտավորապես հենց նույնը շատ ավելի կոշտ տարբերակով առաջարկում է եւ իրենք էլ այդպես ասած լրիվորեն համաձայնում են դրա հետ ու որից է մեկնել չի ընդդիմանում։ Սա մեր այսօրվա իրականությունն է, հիմա չգիտեմ, սա ուղղակի կես խաղաղությունն է, որի մասին Նիկոլը գովազդում, կարծում եմ անիմաստ է խոսելը, որտեղ արդեն բոլորս գիտենք դրան տակ ինչ է թաքնված, եւ ես կարծում եմ մեր ժողովուրդը գիտակցում է, հավատացած է, որ հիմա կարող է որոշակի ինչ-որ խավ խաբվում է, դեռ ինչ-որ հույսեր է փայփայում, դե կարծում եմ մեր ժողովուրդը նաև տրամաբանող է եւ բաժինը, որ տրամաբանության ուժ ունի, խելք ունի, կարծում եմ կհասկանա, որ ինչ է կատարվում։ Երեք ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը ասում է ժողովուրդ պատրաստ եղեք, ադրբեջանական պատվիրակություններ են գալու Հայաստան, մենք ենք գնալու Ադրբեջան։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ արդեն ըստ էության Ադրբեջանում էլ բաց հանրության շրջանում խոսում են, որ իրենք գալու են Հայաստան, իրենք հաստատվելու են Հայաստանում 300,000 եւ ավել ադրբեջանցիների մասին է խոսքը։ Համեցեք։ Դե խոսքը պետական պատվիրակությունների մասն է, ես դրա մեջ խնդիր եմ, պետական միջազգային մակարդակի հանձնաժողով միջազգային խորհրդաժողովներ բանկան ժամանակին, ասենք նախկինում էլ ես հիշում եմ օրինակ Հայաստանի ազգային ժողովից պատվիրակություն մասնակցել էր Բաքվում, գնացել էին մյուս կողմից էլ այնքան որքան գիտեմ լրագրողներ բաներ ժամանակին քաղաքասարակությունից եկել են, ասենք այդ մակարդակի շփումների մեջ ես վատ բան չեմ տեսնում իրականության մեջ, բայց եթե դա պիտի հետո շարունակվի դառնա արդեն այդպես ասած գալ տեղավորվելու եւ այստեղ արմատ նետելու, դա արդեն այն վտանգն է, որից մենք պետք է խուսափենք։ Հիմա Ալեն Սիմոնյան չգիտեմ իրականության մեջ որ բանի մասնախոս է, բայց տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից շատ էլ չի ընդառաջում։ Գիտեք, օրինակի համար Ալիևին Նիկոլ, այսպես ասած, հրավիրել էր որպեսզի գա մասնակցի այդ գագաթնաժողովի, որտեղ Երևանում լինի, շատ հստակ կերպով մեջեցին, թքացին Նիկոլի առաջարկի վրա, ասեցին չեն գալու եւ Ալիևը պատրաստ չի գալ մասնակցելու։ Բայց ես դες հաստատ ասեմ, եթե Նիկոլին հրավիրեին, օր առաջ վազելու էր գնալ Բաքու, ասել էր սա գալիս եմ ժողովի մասնակցելու։ Ամեն դեպքում այս պատվիրակությունների գալը տեղի ունենում, բայց ասեմ մենք պետք է հասկանանք եւ մտահոգ լինենք այն ադրբեջանցիների գալուց, որոնք թաքուն կերպով կարող է գան, տեղավորվեն, մուտք գործեն, կալվածներ գնեն, սա է վտանգը, որի մասին ես քանի անգամ խոսացել եմ, եւ դա կարող է ընդհանրապես ադրբեջանցիների տեսքով էլ չլինի, միջնորդների տեսքով լինի, քողեր գնել, կալվածներ գնել, հետո ժամանակի ընթացքում դրանք փոխանցվի ադրբեջանցիներից։ Մի անգամ օրինակը շատ վառ օրինակը պատմության մեջ եղել է, ես ասել եմ, արաբների եւ իսրայելցիների հրեաների պատմությունը, որ տեղի ունեցել, աշխարհը դրա ականատեսը մեկ անգամ եղել է տարիներ առաջ եւ չի բացառում նույն օրինակը կրկնեն մեր դեպքում, դրանից է որ մենք պետք է այդպես ասած զգուշանանք եւ թույլ չտանք որ դա տեղի ունենա։ Տեսեք, նորից գալով այդ կեղծ խաղաղությանը հստակ է, չէ՞, օրինակ Նիկոլ Փաշինյանը նախորդ անգամ ազգային ժողովում խոսում էր այն մասին, որ սա է իրական խաղաղությունը։ Խաղաղությունը այն է, որ մենք առաջին անգամ խաղաղ պայմաններում բյուջե ենք քննարկում եւ երեք թե այսօր հերթական տեսանյութն է կարճ հրապարակել, իսկ ինչպիսին է, այսպես պաթոսախառը, իսկ ինչպիսին է այսօր հրապարակել է։ Այո, այսօր 2025 թվական խաղաղ Հայաստանի Հանրապետություն։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Ինչու պիտի խաղաղ չլինի։ Խաղաղությունը ինչու չի լինում, ինչու է պատերազմ լինում, ինչու է հակամարտություն լինում։ Այն ժամանակ երբ թշնամին փորձում է քեզանից մի բան խլել, իսկ դու դիմադրում ես, չես հանձնում, պատրաստ չես ինչ-որ բան զիջել թշնամուդ, կանգնում ես եւ փորձում ես պաշտպանել ինքդ քո սահմանները, քո ունեցածը, քո արժանապատվությունը, քո արժեքները, քո սկզբունքները։ Հիմա Ադրբեջանը ինչ պիտի ուզենա, այդպես ասած, բռնի ուժով կիրառել կամ զենքի օգտագործմամբ կիրառել, երբ ամեն ինչը ստացել է։ Արցախն էր ուզում, ստացել է, Միջանցն ուզում, ստացել է։ Ցեղասպանությունից ցանկանում են պարտադրենք, որ մենք հրաժարվենք, գնալով հրաժարվում են։ Նույնիսկ Հուշամալիրը տեսնում ենք հիմա ինչ վիճակի է մատնված։ Ինչու պիտի խաղաղություն չլինի կամ ինչու պիտի Ադրբեջանը դարպես փորձի կրակել, երբ կարող է ինչ որ ցանկանում է Նիկոլից խաղաղ պայմաններում ստանալ։ Սա խաղաղություն չի, սա մի տեսակ ստրկության նախապայմանն է, այսպես ասած նախաբանն է, որ մենք տեսնում ենք 2025 թվականը այն ստրկության գնացող կապիտուլացվող Հայաստանի նախաբանն է, որը մեզ սպասում է ապագայում, թե չէ
Ես սա ինչ եմ կոչի խաղաղություն, սա կոչեմ արժանապատվությունից հրաժարված, թշնամու դիմաց կզած, մի տեսակ այսպես ասած չոքած Հայաստան, որը թշնամին ինչ ուզում է ստանում տալիս է եւ բնականաբար թշնամին չի արձակվելու, խաղաղ կլինի սահմանների վրա որիսը բան տեղի չունենա։ Իսկ եթե փոչ դու ցանկանում ես քո արժեքները պաշտպանել, քո հայրենիքը պաշտպանել, քո սահմանները պաշտպանել, այո, նաև պիտի պատրաստ լինեն դրա համար համապատասխան գինը վճարել, ինչպես ասենք աշխարհում շատ ժողովուրդներ տեսնում ենք իրենց սահմանների պաշտպանության համար, իրենց արժեքների պաշտպանության համար, այո, ծանր գին են վճարում եւ ամեն գնով չի որ գնում են խաղաղության։ Բայց Նիկոլը դե ամենաէժան գնով վաճառում ամեն ինչ եւ շատ բնական է որ հիմա խաղաղ կլինի, բայց դե խաղաղությունը ինչ իմաստ ունի, արդեն կարծում եմ քիչ առաջ խոսեցինք, դա սա կապիտուլյացիա է 2025 թվականի Հայաստանը, կապիտուլյացիայի սեմին գտնվող Հայաստանը, որը անշուշտ այո խաղաղ պայմաններում է, բայց այդ խաղաղությունը իրական չի։ Տեսեք, հիմա արդեն գալով Մայր տաճարի վրա հարձակման այս իշխանության, մենք տեսնում ենք, որ առաջիկա կիրակի օրը Փաշինյանը նորից գնալու է այդ կեղծ ծիսակարգի, դա պատարակ չէ, դա ինչպես Մայրաթորը ըստ էության վեհապարը ապտակ հասցրեց հայտարարությամբ, որ օկուպացված, բռնազավթված Հովանավանքում սրբապիղ ծառայողակարգ է իրականացվել, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը Մայրաթորի պատասխանը ինչպես եք գնահատում եւ իհարկե Փաշինյանը հետ չի մնացել ամոթել է անգամ, բայց խոսում է այն մասին, որ ներողություն պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել։ Խնդրեմ։ Ես կարծում եմ ուղիղ մեկ շաբաթ առաջ էր, որ նախկին, այդպես ասած, պատարակի, կեղծ պատարակից առաջ մի լայվ էի ունեցել, այնտեղ ասել էի, որ ամեն դեպքում Նիկոլը եթե փորձի մտնել այդ պատարակին մասնակցել, ինքը կանի, որտեղ դժբախտաբար ամբողջ իրավապահ ուժերը կանգնած են իր թիկունքին, ինքը ունի չի վարանում բռնի ուժ կիրառելու, գնալ իր ցանկություն իրականացնելու եւ դա անելու է, բայց մենք ինչ պետք է անենք, մեր կարծում եմ հենց այդ պետք է լինի ինչ որ ասենք Բայրաթոր Սուրբ Էջմիածին արեց եւ ես դրա մասին ասել եմ որ այդ եկեղեցին համարեք օկուպացված եկեղեցի, մենք հիմա հարյուրավոր, տասնյակ հարյուրավոր վանքեր, եկեղեցիներ Արցախում օկուպացված է, ասենք թուրքերի կողմից, ադրբեջանցիների կողմից, Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Արցախում արդեն վերջի տարիների ընթացքում։ Իսկ կարծում եմ Հովանավանքն էլ պետք է գրվի Դադիվանքի Գանձասարի կողքին գոնե ժամանակավորապես, որպես ներքին Թուրքի կողմից օկուպացված դժբախտաբար վանք, որի ազատագրում ես կարծում եմ շատ ավելի հեշտ եւ ավելի մոտալուտ է լինելու, քան ասենք Արցախի դեպքում, բայց կարծում եմ պիտի ինչ-որ ժամանակ այդպես կարողանանք ճիշտ ռազմավարությամբ մոտենալ խնդրին եւ թույլ չտանք, որպեսզի Նիկոլը դա պատրվակ ծառայեցնի, ասենք հետագային վեհարանի վրա ուրիշ քայլեր ձեռնարկելու կամ այլ հարձակումներ իրականացնելու համար։ Հիմա ինքը Կիրակի օրը պատրաստվում է երկրորդ անգամ գնա, նախկին շաբաթվանը կարծում եմ բոլորս էլ տեսանք, դա բացարձակ ցախողում էր իր համար, իր պատկերացումը էր, որ բախում է լինելու հավանաբար այդպես ասած շոու կազմակերպելու, ջարդփշուր անելու, մտնելու եկեղեցի այդպես ինչ-որ այդպես Պիերոսյան հաղթանակ իր համար տոնի, տեսա որիշը բան էլ տեղի չունեցավ, գնաց, տեսա քրտնաթորը այդտեղ կանգնած էր, հիմա այդպես արարողության էլ մասնակցեց, իրեն թվում է թե պատարակի է մատուցում, բայց գնացել ինչ որ ներկայացման է մասնակցել, այդ նման ներկայացում կարելի է ցանկացած Երևանում թատրոն էլ վարձել, թատրոնի սրա, մեկին էլ այսպես ասած քահանայի շոր հագցնել, ասել որ այդ կարգը այդտեղ կատարի, սա նույն իմաստ ունի, այսինքն որից է ներկայացումից բացի ուրիշ բան չի էլ այդ միջոցառմանը, որին Նիկոլը մասնակցել է, եւ հաջորդ կիրակել գնա այդ թատրոնին մասնակցի, կարող է նաեւ տոմսեր վաճառել մարդկանց, նրանք էլ կան մասնակցեն այդ թատրոնին, բայց մեկը այդպիսով այդ պատարակը պատարակ չի լինելու, ինքն էլ հավատավոր քրիստոնյա չի լինելու, դե մենք բոլորս գիտենք թե ինչքան է քրիստոնական արժեքներին հավատում, կարծում եմ բոլորս համար ապացուցված է։ Ես կարծում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քայլը այս փուլին համարժեք, այսինքն համարել օկուպացված այդ եկեղեցին եւ փորձել իրավական միջոցներով հասնել իրավունքների վերականգնման։ Իհարկե, ես դժվար եմ տեսնում Հայաստանում որևէ դատարան այդպիսի վճիռ կկայացնի կամ որևէ ոստիկան կգնա այդ կարգալուց եղած ստոպիկային չէ այդ մարդուն ականջից կբռնի կգցի եկեղեցի դուրս եկեղեցու բալանիները քանձնի իսկական քահանաներին եւ այդ Սուրբ Էջմիածնի։ Բնական է դա այս իշխանությունների օրոք չեմ կարծում առայժմ տեղի ունենա, բայց մեկը այս իշխանությունը երկար չի տևելու, փոխվելու ամեն դեպքում եւ այն ժամանակ արդեն կարծում եմ առաջին հենց այդ այդ վանքի ազատագրումից մեր եկեղեցու, այսպես ասած, վերազարթոնքի մենք ականատեսը կլինենք։
Տեսեք, բայց իրենք հստակ են եւ հստակ է մի բան, որ իհարկե այս ամենը անձերի դեմ չէ, սա կոնկրետ մեր եկեղեցու դեմ է իրականացվում։ Հիմա օրինակ այս Կիրակի Նիկոլ Փաշինյանից ինչ սպասել, ըստ էության նախորդ Կիրակի այդ ձախողում էր, ժողովուրդն էլ իր հերթին ցույց տվեց, որ իրենք չեն գնալու այդ սրբայպիղծ process-ներին եւ շատերը խոսում են, որ հենց դա էլ նրան ըստ էության հունից անել է եւ ինքը նոր ձևով է, նոր արշավ է նախաձեռնում։ Խնդրեմ։ Անշուշտ Նիկոլը փորձելու է այս անգամ ավելի շատ մարդ հավաքի տանին, դե որտեղ նախկին անգամ կարծում եմ այն բանը, որ ինքը ցանկություն ուներ այդ այդպես ասած բազմահազարանոց մարդի, որ պիտի գային այդ շրջապատ ամբողջամ ժողովրդով դծվեր, հետո ինքը կարողանար այդ ժողովրդի ալիքի վրա ինչ-որ բան ձևավորել, դա չստացվեց։ Բոլորը գրեթե դեմքերով էլ եթե նայենք, բոլորին ճանաչում ենք, այդպես ասած, կամ Աննա Հակոբյանի այդ կրթվերը նորաձև այդ շարժման մասնակիցներն էին կամ իրենց շրջանակների մոտիկ կանգնած մարդիկ են, նույնիսկ մարդիկ, ովքեր եկեղեցու հետ ոչ մի առնչություն չունեն, բացարձակ բացահայտ կերպով իրենց հայտարարել են, որ մենք աթեիստ ենք, Աստծուն չենք հավատում, հիմա իբր թե եկել են այդտեղ պատարագի մասնակցելու, այդ մակարդակի միջոցառում է կազմակերպել։ Հիմա փորձելու այս շաբաթ մի քիչ այդպես գուցե ավելի այդպես ասած երկրորդ փորձն անի ժողովուրդ հավաքելու, այդպես շոու կազմակերպելու, հատկապես որ մի քիչ էլ ավելի ենք մոտենում ասենք վաղաշաբաթի ընտրություններին, բայց մեկը ես չեմ կարծում իրեն հաջողվելու է դա անել։ Բայց մի կարևոր բան, որ մենք կարող ենք անել, ամեն դեպքում մենք Նիկոլի քայլերի վրա ազդելու հնարավորություն չունենք։ Ինքը լծակներ ունի, պետական լծակներ օգտագործում են, ռեսուրս օգտագործում են, ունեն փող, տարբեր միջոցներ, փորձում են ամեն կերպ հասնել իրենց նպատակին։ Բայց իմ համար մի քիչ կներեք, ես պիտի ուզեմ անկեղծ խոսեմ ձեր եթերում մի անգամ էլ եմ ասել, իմ համար մի քիչ տարօրինակ է մեր ընդդիմադիր այդպես ասած ճակատում գտնվող լրատվամիջոցների մոտեցումը, որ գնում են, մեկնաբանում են, Նիկոլեն հենց այդ ուզում, Նիկոլեն հենց այդ ուզում, որ այդ շոուերը լայնորեն մեկնաբանվի, եւ ժողովուրդը տեսնեն, օրինակ ես շատ վատ եմ զգում, օրինակի համար մարդիկ կանգնում են, օրինակ Հապար Հայրապետին հայոյում են, կամ այն բաները, որ Նիկոլը կրկնել է, իրենք կրկնում են։ Հիմա մենք պիտի փորձենք հեռու մնանք դրանցից, բայց դժբախտաբար մեր ընդդիմադիր լրատվամիջոցները դառնում են միջոց, որպեսզի այդ խոսքը, որ ասենք Նիկոլը տարածում է, շատերը գուցե ընդհանրապես չեն էլ ցանկանում լսել, չեն էլ միանում Նիկոլի լայվերին, չեն էլ հետևում, ընդդիմադիր լրատվամիջոցներում, այդպես ասած, գնում են միկրոֆոնը, պահում են, այդ կապիկները գալիս են, անցնում են, նույն բաներ, որ Նիկոլը կրկնում են, եւ արդեն մի մեծ լսարան, որ ընդդիմադիր լսարանն է, հաղորդակցվում է այդ հիմարությունների այդ հայոյանքների եւ ես շատ վատ եմ զգում, ես կարծում եմ մենք պիտի համատարած կերպով Նիկոլի այդ միջոցառումը բոյկոտի ենթարկվի, օրինակ եմ պատկերացեք առաջիկա Կիրակի օրը նման միջոցառում լինի, որևիցե լրատվող չգնա, չմեկնաբանի, թողեք Civic KTM-ը գնա կամ ՄՄԿ-ը գնա կանգնի, միայն այդ երկուսը մեկնաբանեն։ Հիմա եթե ներկուսնում մենք ինչու ենք գնում որպես ընդդիմադիր լրատվամիջոցներ փորձում ենք Նիկոլի այդ շոուն մեկնաբանել կամ ինչ ենք ստանում դրա արդյունքում, վերջում ինչա փոխվում։ Գիտեք, վերջնաշվով ընդդիմադիր լսարանի մեջ կան մարդիկ, ովքեր մի քիչ ասած դեր կողմնորոշված չեն, տատանվում են, ով է ճիշտ ասում, ով է սխալ ասում։ Հիմա ասենք, եթե 10 հոգու միջից մեկն էլ հանկարծ այդպես տպավորվի, որ չլինի անկած Նիկոլն է ճիշտ ասում, դա արդեն մեր վնասն է վերջում։ Չպետք է մենք այդ առիթը Նիկոլին տանք, որպեսզի մեր լրատվամիջոցներին միջոց դարձնի իր մտքերը մեր, այդպես ասած, ընդդիմադիր հասարակության մեջ տարածել համար։ Ես խնդրանքս պիտի լինի, չգիտեմ որքան հնարավոր է դա անել, թե չէ վերջնաշվով լրատվական աշխատանք այլ ոլորտ է, բայց անկեղծ ասած ես շատ կցանկանայի, որ օրինակ առաջիկա Կիրակի օր այդ միջոցառումը 100%-ով մեր ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից բոյկոտի ենթարկվեր, որևիցե մեկը չգնար այդ շոուի մասնակից չդառնար եւ Կատեմ Նիկոլը այդտեղ պարտված կլինի, որտեղ իր ցանկությունն էլ հենց այդ որ կա շոու կազմակերպի, նկարահանվի, մարդիկ տեսնեն ինքը ինչ անում, բայց երբ որ չես նկարահանում, չես արձագանքում, իր շոուն են մնում այդպես ասած, որպես իր անձնական մի հատ միջոցառում, տան մեջ կարող են գնա տարբեր բաների մասնակցի, մոտ կիլոմետր հովանավանքում են միջոցառմանը մասնակցի։ Կարծում եմ այսքան չգիտեմ էլ ինչ պիտի ասել։ Շատ լավ։ Արտուր Դավթյանը այս մարդու ակտիվությունը խնդրեմ ինչ է նշանակում համեցեք ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվում եւ պարզ է թե ինքը անցել է ճանապարհ այս իշխանության հետ այս դավաճանության ընթացքը ինքը գնացել է հիմա ինչ է փորձում ինքը անել Ես կարծում եմ նրանք ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ գիտակցում են ինչ են արել, ովքեր ծառայել են ժամանակին Նիկոլի համակարգին, օրինակ Արտուր Դավթյանի դեպքում միջև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը մնացել է, եթե չեմ սխալվում, պատերազմից հետո էլ դեռ երկար ժամանակ պաշտոնավարել է գլխավոր դատախազի պաշտոնում, պարտականությունները չի կատարել, շատ հնարավորություններ ունեցել այդպես ասած շատ բաներ կանխելու չի արել, եւ այդ մարդիկ գիտեն որ շուտով
հավանաբար իշխանափոխություն լինելու եւ իրենք ենթարկվելու են պատասխանատվության։ Մի տեսակ կարծես հիմա իրենք փորձում են այդպես ասած որ փախուստի հնարավորություն ստեղծել իրենց համար, տեխները լվանալ, ասել դե մենք գիտեինք, դե մենք չկային կարող, այսինչն եթե օրինակի համար ասպա Վանեցյանը եթե ինձ տեղեկությունները տված լիներ, ես կանանավորեի։ Հիմա դատախազության միակ աղբյուրը Վանեցյանն է եղել, հիմա ուրիշ աղբյուրներից ինքը չի կարող գնա այդպես ասած տեղեկություններ հավաքի։ Հիմա ինչ մարդկանց որ գնում են կանալավորում են, ես ինչ գիտեմ, Ալեքսանդր Քուչուբաևին որ փողոցը պարկասեցին, անվտանգության ծառայություններն էին տեղեկություն տվել որ գնացի փողոցը այդպես ասած մարդու փռել էին ասֆալտի վրա այդ կարգով այդ վիճակով կանալավորում էին։ Հաստատ ոչ, միշտ որ մարդ գնացել է հաղորդում ա տվել, հիմա մարդուն կանալավորել են։ Հիմա այդպես փորձել ամեն մեկ ուրիշին է մեղավոր փորձում է գտնել, բայց կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ իրենք մեծ հանցանք են թույլ տվել, ծառայել են այս իշխանություններին եւ իշխանապողությունից հետո իրենք են նաեւ լինելու են այդ դրա մասնակիցը։ Հիմա իրանք գուցե ենթադրում են, որ մեկը Նիկոլին մի կողմից որպես վարչապետ միշտ որ երկիր կմիջնորդի բան կանի, միշտ որ միջանց կտան իրեն, բռնապետների դեպքում շատ հաճախ է լինում, նրանք վերջին հաշվով իրենք թռնում են, փախնում են, գնում են, բայց այդ հետո ցածի օղակներ, ովքեր ծառայել են, մնում են եւ պատիժը նրանք են կրում։ Օրինակ համար Սիրիայում տեսանք Ասադը փախավ, բայց մյուսները մնացին եւ հիմա բոլորը պատասխանատվության ենթարկվում։ Նաեւ բոլոր ուրիշ բռնապետների դեպքում կարծում եմ նույնը տեղի է ունենում, ես մարդիկ հասկանում են, որ շուտով նաեւ հասնելու է իրենց հերթ։ Եռաբլուրում Սասուն Միքայելյանը հոկտեմբերի 27-ի օրը հայտարարում է, եթե Վազգենը կենդանի լիներ, Լեռնային Ղարաբաղի Արցախի հետ չլինի այն, ինչ տեղի ունեցավ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ քանի որ առիթ չենք ունեցել նաեւ հոկտեմբերի 27-ի մասով։ Ըստ էության այն ինչ տեղի չունեցավ հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչներին, ինչ չհաջողվեց անել 2008-ին, իրենք իրականացրեցին 18-ին եւ մենք հանգեցինք այն աղետին, ինչը այսօր ունենք։ Խնդրեմ։ Նիկոլ գիտեք, ասեմ, ասում գուցե ճիշտ է ասում, որտեղ այո, եթե Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյանը, հանգուցյալ լուսագի Վազգեն Սարգսյանը սաղ լիներ, ինքնապես Նիկոլ իշխանության չէր գա, եթե իշխանության չգար, հաստատ մենք չենք հայտնվի այս իրավիճակի մեջ, որ այսօր կա։ Ես չեմ կարծում Վազգեն Սարգսյանը կամ նրա նմանները, եթե լինեին այսօր թույլ կտային, որպես ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ հասնեին իշխանության, կարողանային հասնել Երևան իշխանություն վերցնել, որպեսզի մենք հետո գանք այսօր հասնենք այս դրանը։ Այդ Արցուն կարծում եմ ճիշտ ասում Սասունը, բայց դա ինքը ուրիշ պատկերացում ունի իր ասածներից, բայց ընդհանուր առմամբ այո, ես էլ եմ համոզված, että Վազգեն Սարգսյանի նման մարդիկ լինեին այսօր հաստատ մեկ այլ իրողության մեջ իրավիճակում ապրելիս կլինենք։ Բայց դե ամեն դեպքում նաև դա չի նշանակում, որ մենք պատասխանատվություն չենք ունեցել այս ամեն ինչ, մեզանից յուրաքանչյուրը ով անցած տարիների ընթացքում հիմա փորձել ենք մեր արարածները, բայց եթե ձախողել ենք ամեն դեպքում գուցե ինչ-որ ձևով մենք էլ նաև մեր պատասխանատվության բաժին ունենք, պիտի փորձենք այս իրավիճակը փոխենք, որպեսզի այն բանի համար, որ ասենք Վազգեն Սարգսյանը, նրա ընկերները Արցախի հերոսամարտերում զոհվածները դրա համար իրենց կյանքը եւ արյունը տվել են, այդպես ասած զուր տեղը չանցնի, ինչպես Աննա Հակոբյանն էր ասում, եւ ես կարծում եմ հիմա մի քիչ գուցե շատ լավատեսություն կլինի պատկերացնել, որ դա կլինի շատ մոտ ապագայում, հաստատ շատ մոտ ապագայում չի լինելու, բայց մարդ հույսով է ապրած։ Ես միշտ ասել եմ, ադրբեջանցի 27 տարի սպասեցին մինչև այսպես ասած իրենց պատկերացմամբ իրենց կորսածը վերականգնելու համար ժամանակավորապես, բայց մեզ հաստատ ես կարծում եմ գուցե 27 տարի չպահանջվի, եթե ճիշտ աշխատենք, լավ աշխատենք, այդ 27 տարին գուցե մի 10 տարվա ընթացքում կկարողանանք այն կորուստը, որ ունեցել են գոնե գլխավոր դրա մեկ բաժինը կկարողանանք վերադարձնել։ Բայց նաև պարոն Մարգարյան, եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, ինչ էր սպասում Սասուն Միքայելյանին, երբ 2018-ին կանգնում եւ գոռում էր այս հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախյան շարժումը։ Դժբախտաբար Վազգեն Սարգսյանի բացակայությամբ, որ Սասուն Միքայելյանները կարողացել են հիմա երկրապահ ղեկավար դառնալ եւ այդտեղ պաշտոններ զբաղեցնել, բնականաբար Վազգեն Սարգսյանների նման մարդկանց ներկայությամբ նրանք ոչի չէին լինելու, ոչ մի դերակատարություն չէին ունենալու մեր ճակատագրում եւ հաստատ չէին լինելու, այսինքն այդ էլ է, այսինքն եթե Վազգեն Սարգսյանը լիներ, սկսած Սասուն Միքայելյանից բռնեք մինչեւ ասենք Նիկոլ Փաշինյան, դրանք հաստատ չէին իրավունք չէին ունենալու։ Մինչեւ անգամ Վազգեն Սարգսյանի եղբայր Նույնը, այո, ինչ է տարբերում, բոլորն են նույնն են, հիմա Վազգեն Սարգսյանի եղբայր լինելը, պես ասած մի այրացական կապ է, բայց եթե ինքը հրաժարվել է եղբոր հիշատակից, որից այդպես ասած համար նշանակություն չունի իր եղբոր հիշատակի հետ ինչ է կատարվել, այդ ամեն ինչի պատասխանատուին գնում է ձեռքը սեղվում է, համագործակցում է, մեկ այս դժվար եմ համարում նրան Վազգեն Սարգսյանի եղբայրը համարել, հիմա այրացական կապը իր տեղը, բայց ամեն դեպքում գաղափարապես նրա եղբայրը չի կարող լինել։
Երբ Մարգարեն, եթե ամփոփենք ըստ էության այս մարդիկ Նիկոլ Փաշինյանի դեմս փորձում է այլևս Հայաստանն առանց սահմանների իրականության մեջ դարձնել։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը եւ նորից, որ ժողովրդին անընդհատ կերակրում են իրենց կեղծ խաղաղությունով, այն իրականության մեջ, որ խոսում են ադրբեջանական հացահատիկ, թե ինչ ձեռք կբերեն, առևտուր կլինի, լավ կլինի։ Մենք տեսանք մեր արցախցի հայրենակիցների ինչ վիճակում էին։ Խնդրեմ։ Սկզբում ասեցի նախորդ հարցի պատասխանը պետք է նույնը կրկնեմ։ Այդ մարդը միայն կարող է պատկերացնել, որ իր թշնամի երկրի կողմից ինքը կարող է էներգետիկ անվտանգություն ունենալ, ես իշխեմ պարենային անվտանգություն ունենալ, հացահատիկ ստանալ էժան գնով, ես գիտեմ էներգիա ստանալ։ Դրանք ժամանակավորապես այո, առաջի փուլում կարող է պատահի Ադրբեջանը այսպես սիրաշահելու համար տպավորություն ստեղծելու կեղծ խաղաղության, առաջի փուլում այո, նույնիսկ անվճար կերպով էր որոշ բաներ մեզ տակ խապելու համար, բայց մեկ է, երբ որ դու արդեն կախվածությունը սկսվեց, հետո դրանից անջատվելն է դժվար լինելու։ Օրինակի համար այդ մոլիները կան փողոց հանդիպած կլինեն շատերը գուցե իրանց։ Այդ մարդկանց ինչ են անում։ Սկզբում վերում են ջրի թմրանյութ են տալիս, այդ մարդիկ օգտագործում են եւ ժամանակի ընթացքում հետո երբ որ կախվածություն են ձեռք բերում, հետո արդեն այդ կախվածության դիմաց, այս անգամ արդեն թմրանյութը տալու դիմաց սկսում են ամեն անգամ ավելի շատ գումարներ պաշտպանել, որտեղ այդ մարդը արդեն իսկ կախվածության մեջ է հայտնվել եւ դրանից ձերբազատում չունի։ Հիմա մեզ մոտավորապես այդ մոլության վիճակին հասնելու այդ նախնական փուլում ենք, մեզ երբ ասած գեղեցիկ բաներ են ցույց տալիս, ասում են դե եկեք տեսեք ինչքան հաճելի է, ինչքան լավ է, լավ իրականության մեջ է կապրելու, էժան էներգիա է գալու, էժան հացահատիկ է գալու, էժան լոլիկ է գալու, բայց մեկ է մի քիչ հետո որ մենք սկսեցինք կախվածություն ձեռք բերել, հետո սկսելու են գինը բարձրացնել, ասեն դե հիմա եթե լոլիկ ես ուզում, այս գնով պիտի ուզես, կամ հացահատիկ ես ուզում, այս գնով, կամ էներգիա ես ուզում, այս պայմաններով պիտի ստանաս։ Արդյունքը լինելու է այն, որ հենց այս որ դուք ասեցիք առանց սահմանների Հայաստան, որը իրականության մեջ որից է մեկի համար ոչ մի արժեք չի ներկայացնում, բոլորը իրեն նայում են որպես իրենց խնդիրները լուծելու միջոց, մենք հիմա մոտավորապես նման իրավիճակի մենք հայտնվել, ոչ թե մենք դարձել ենք գործոն, որը կարող է խոսք թելադրել կամ այսպես ասած ինքը իր ունեցած ռազմավարական դիրքը մեծ գնով վաճառել ուրիշների, այլ ընդհակառակը ուրիշները փորձում են մեզ ձերքից ձեռք գցելով, այսպես գնդակին ման մեկ կողմից մի կողմ գցելով իրենց խնդիրները իրար լուծել, մի օր Ամերիկան, մի օր Ռուսաստանն, մի օր Արևմուտքն, ես ճիշտ եմ, մյուս երկրները փորձում են մեր միջոցով մեր հաշվին իրենց խնդիրները լուծել։ Սա այսօրվա իրականությունն է Հայաստանի, հույսով եմ, որ մեր ժողովուրդը գիտակցությունը կունենա հասկանա ինչ իրավիճակի մեջ հայտնվել։ Ես ասում եմ, մի քիչ այդպես ասած լավատես եմ կարող եմ հավատալ, որ ժողովուրդը այո տեսնում է այս ամեն ինչը, ատամները սեղմելով սպասում է մի հարմար պահի, որը պիտի այդպես ասած այս ամեն ինչի այդպես ասած արձագանք այս զայրույթը պայթելու է եւ այն ժամանակա որ Նիկոլը հավանաբար կհասկանա, որ այս ամեն ինչը նաեւ ինքը իր համար մի հատ կեղծ իրականություն է ստեղծել, այդ կեղծ խաղաղության մեջ նման մի հատ կեղծ իրականություն ինքը իր համար է ստեղծել, դրա մեջ ապրել այսքան ժամանակ եւ հետո շատ դառը իրականության ականատես կլինի, որ հույսով եմ ինքը կարողանա դրանից, այդպես ասած, գուցե միջանցք ստանալով գնա եւ փրկվել, ես չգիտեմ հիմա ապագան ինչ կլինի, բայց մեկ այս վիճակը այսպեսով չի շարունակվելու երկար։ Եվ վերջին հարց Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բացառությամբ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների ճակերտավոր կեղծ դատավարությունը։ Հաջորդ դատական նիստերում կողմերը արդեն կներկայացնեն իրենց մեղադրանքները։ Խնդրեմ, այս իշխանությունն ըստ էության որևէ քայլ չի ձեռնարկում մեր ռազմաքաղաքական եւ ոչ միայն մյուս գերիների վերադարձի մասով։ Մարդիկ են ձեռքերը լվացել են, գիտեք, որոշների դեպքում գիտեք հիմա երկու մակարդակի գերիներ կան։ Մեմ ասեն սովորական քաղաքացիներն են շարքային, որոնք պատերազմից մնաց ինչ որ պայմաններում հայտնվել են Ադրբեջանի գերության մեջ, իսկ մյուս բաժինը արդեն ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախի, ես կարծում եմ այս երկուսի մենք պիտի առանձնացնենք։ Ես ինձ թվում է, որ կարող է պատահի, պես ասած Պապի հետ հանդիպում, որ ունեցավ Նիկոլը գնաց Թրամփի խոսքերը, որ ասել է ինչ-որ պես ասած գուցե թաքուն ինչ-որ խոսքեր լինի, հաջորդ ընտրությունների սեմին հիմա Ալիևը ինչ-որ բոնուս անի այդ սովորական շարքային քաղաքացի մի շարք գերիների վերադարձնի Հայաստան, բայց մեծ այն ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը այդքան հեշտ այնտեղից չեմ դժբախտաբար եմ ուզում ասել, որ Ադրբեջանը նրանցից չի հրաժարվելու, եթե փորձի հրաժարվել նրանց դիմաց շատ ծանր գին է ստա պահանջելու Ալիև Նիկոլից, որ Նիկոլը հաստատ դա չի տալու, որտեվ նրանց Հայաստանում հայտնվելը անշուշտ Նիկոլի համար էլ ձեռնտու չի, նրանց այդպես ասած այսօր գերության մեջ մնալը շատ ավելի ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, թե Ալիևն է դրանից գոհ
հիմա թե կարծում եմ Նիկոլն է դրանից կով, որ նրանք փախած ունեն, որտեղ շատ իրականություններ Արցախյան պատերազմի հետ դավաճանության մասին Նիկոլինը նրանք հստակ կերպով կարծում եմ ամենամոտիկ մարդիկն են, որ ունեն տեղեկություններ թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ, ինչպես պայմանավորված պատերազմով Արցախը վաճառվեց, այդ մարդիկ հստակ կերպով կարող են ապագայում Նիկոլի այդպես ասած համար կազմակերպող դատարանում կանգնեն ցուցմունքներ տան։ Հույսով եմ, որ միջին ժամանակ ինչ որ հնարավորություն կլինի այդ մարդկանց ազատել, բայց պիտի փորձենք բոլորս մեր հույսը վառ պահենք եւ ինչ որ կերպով փորձենք ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում աջակցենք այդ մարդկանց, որպեսզի միձև մեր ձայնը հասնենք իրենց, որ իրենք միայնակ չեն, տպավորություն չստեղծվի, որ մենք մոռացել ենք, պիտի հասկանան, որ մենք իրենց կողքին ենք։ Հույսով եմ, որ այդ պատգամը մի կերպ իրենց հասնում է։ Դժբախտաբար Ադրբեջանը տեսնում եք բոլոր կապի միջոցները, այդպես ասած, անջատված է, մի տեսակետ չեմ, գուցե միայն հեռախոսային կապերը կան, մի թեթև կարմիր խաչը գնում էր այցելության, հիմա չի գնում, բայց ես հույսում եմ, որ իրենց ընտանիքները, եթե հնարավորություն ունեն կապ հաստատեն, հատկապես մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, մեր կողմից, բոլորիս կողմից փոխանցեն, որ մենք իրենց հիշում ենք, իրենց կողքին ենք, ամեն մեկս Հայաստանում, Սփյուռքում փորձում ենք իրենց աջակցել եւ անհամբեր սպասում ենք իրենց վերադարձին, որը հույսով եք շատ ուշ չի լինել։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք Ես եմ այդ շնորհակալ։ զրույցին։